մեր երկրի ղեկավարը ստացավ $1 միլիոն։ Գիտեք, 21-րդ դարում երևի թե կաշառքը դիպլոմատով չեն բերում կաբինետ եւ հանձնում։ Երևի թե արդեն ձևեր կան եւ ամենակարևորը այդ գումարի լեգալիզացումն է։ Բոլոր կաշառքների ժամանակ, ասենք մարդը ստացավ ինչ որ X թիվ, այդ X թիվից ինքը չնայած նա որ կարող է կորցնի, ասենք ինչ որ մի մաս, պետք է լեգալիզացնի, որ կարողանա ծախսի, որտեղ այսօրվա թվային համակարգը թույլ է տալի հետևել, թե որտեղ ինչքան գումար մուտք արվեց, ինչքան ծախսվեց եւ այլ հարցեր առաջանում։ Դա լեգալիզացում է եւ ես կարծում եմ, որ երեք տեղի ունեցածը իմ կարծիքով դա կաշառք էր։ Կաշառք էր նրա համար, որ հանձնվեց Արցախը, կաշառք էր նրա համար, որ հանձնվեց մեր հողերը։ Դրա համար ես կարծում եմ, որ գնահատականը մեկն է։ Մուսուլմանական աշխարհը կաշառեց, փաստացի կաշառեց, լեգալիզացված կաշառք հանձնեց մեր երկրի ղեկավարին։ Դա իմ կարծիքն է։